Հաց եմ պատրաստում հետևորդներ ջան, նորից գնում ենք մեր այգի, աշխատանքներ ունենք կատարելու, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, անպայման ձեզ ցույց կտամ։ Հավի միսը արդեն պատրաստ է, հիմա պատրաստվեմ, որպեսզի դուրս գամ տանից արդեն։ Ահա հետևորդներ ջան, մենք արդեն մեր հողամասում ենք, հացը դրել եմ, մի կտոր հաց ուտենք, որ գործեր ունենք անելու, սա էլ մեր գողտրիկ անկյունն է, սա նոր ենք բերել այս տնակը, դեռ հարմարություններ լրիվ չունենք, ընթացքը ինչ որ անենք էստեղ, ես անպայման ձեզ հետ կկիսվեմ։ Ու մի բան եմ ուզում ասեմ, հետևորդներ ջան, հավի միսը տապակելուց հետո, ինչ է ուզում ասեի, հավի միսը տապակելուց հետո անպայման, ովքեր սխտոր սիրում են, սխտոր կսեք, շատ համով է լինում, նաև սխտորը բոլորս էլ գիտենք, որ շատ օգտակար է օրգանիզմի համար։ Այսպես, սիրելիներս, մեզ բարի ախորժակ։ Հետևորդներ ջան, վարդերս են, ձեզ էլի ցույց եմ տվել, հիմա վարդերս շատ ավելի մեծ պետքա լինեին, ուղղակի թրթուրը ամբողջությամբ կերել էր և աճը հետ է ընկել, հիմա ոնց որ կոպիտ ասած զրոյից նորից աճում է, նայեք տերևները ոնց է կերել, նոր կոկոմներ և նոր տերևներ է տալիս, հիմա բայց շատ ավելի մեծ պետքա լիներ, բայց կարևորը որ չի չորացել, լավ է։ Նայեք, բայց մյուս տարի շատ ավելի մեծ կլինի։ Կարևորը որ արդեն կպել է, աճը կա իրեն։ Սա էլ մեր հարևանի այգին է, նայեք ինչքան սիրուն պոպոքի ծառ է ու ինչքան մեծ է, շատ լավ աճում է, մեր ծառերը դեռ փոքր են, բայց մենք էլ ունենք պոպոքներ, մերն էլ աճը արդեն շատ լավ է, լավ աճում է։ Սուրճի ժամն է, հետևորդներ ջան, սուրճ եմ ուզում դնեմ խմենք մի հատ, այս շոգին, մի քիչ աշխուժանանք, տանեմ կոֆեն, 1, 2, 3, քանի որ շշով եմ լցնում, հարմար չի անդադ շշով լցնեմ, դրա համար լցրեցի սրանց մեջ։ Հետևորդներ ջան, մի հատ նայեք ինչքան սիրուն ծաղիկներ եմ քաղել, նայեք, եթե չեմ սխալվում, սա ծաղկային փնջերի մեջ են դնում և վաճառում, ինչպես տեսնում եք, ես անվճար ձեռք եմ բերել, ասեք, որ շատ գեղեցիկ է, ոնց որ ձյան փաթիլներ լինի, ինչքան գեղեցիկ է, ինչքան հարուստ է բնությունը հրաշքներով, հրաշք ծաղիկներով, բույսերով, ինչքան գեղեցիկ է, նայեք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հիմա կասեմ ինչ աշխատանք
կյանքի մասին էր խոսքը, ինչպես խոստացել էի ձեզ։ Հիմա կասեմ, ինչի համար ենք եկել այստեղ։ Հետևորդներ ջան, այս տների մասին խոսքը դարբասների։ Ուրեմն ասեմ, ինչի համար է սա մեզ համար շատ կարևոր, մեծ նշանակություն ունի։ Շատ էինք սպասել այսօրվան ամուսնուս հետ, քանի որ մենք շատ վաղուց ցանկապատ էինք արել, բայց դռներ չունեինք, որպեսզի ավելի ապահով լիներ մեր այգին։ Միգուցե շատ-շատերի համար սա շատ չնչին ու սովորական բան թվա, բայց սա, նորից եմ ասում, մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ մենք այստեղ շատ ամայի դաշտ է եղել, մենք ամուսնուս հետ միասին այստեղ քարերը մաքրել ենք, տարածքը հարթացրել ենք և մեր ձեռքով, ինչպես տեսնում եք, ծառեր, ծաղիկներ, ամեն ինչ մշակել ենք։ Դրա համար այսօր շատ ուրախ եմ ու նաև արդեն շատ հանգիստ եմ զգում, որ մեր այգին արդեն ապահով կլինի, ոչ մի կենդանի և ընդհանրապես ոչ մեկ չի կարող էլի մտնել, չնայած, ինչպես ասում են, մարդու մտքին տեղ լինի, բայց ընդհանուր ինքը արդեն ապահով է։ Մի խոսքով, այսպիսի բաներ հետևորդներ ջան, այսքանը։ Ուզում էի ձեր հետ կիսեի իմ ուրախությունը։ Սա էլ գիշերով մեր այգուց եմ նկարում, ժողովուրդ ջան, այստեղ սաղ տներ են, բոլորը տներ են, նայեք, մենք դեռ լույս չունենք այստեղ, բայց Աստծու կամոք շուտով մենք էլ կունենանք երևի, տեսնենք, Աստված ոնց կկամենա, բարի գիշեր բոլորին։